Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես է ծխախոտը վնասում մեր սիրտն ու անոթները, որն է ծխելու անվնաս չափը։ Ծխախոտի ծուխը բացի իր մեջ հիմնական առկա նիկոտինից, խեժից, նաև պարունակում է մեծ քանակությամբ կանցերոգեն քաղցկեղածին նյութեր, ռադիոակտիվ նյութեր, որոնք առաջացնում են թոքի քաղցկեղ, վնասում են սիրտանոթային համակարգը։ Ծխախոտը ինքնին սկսում է քայքայել անոթի ներքին շերտը, էնդոթելիալ շերտը, որտեղ առաջանում է էնդոթելիալ դիսֆունկցիա, սկսում է տարատեսակ այլ բարդ գործառույթներ։ Ինչ ռիսկեր է առաջացնում շրջապատող մարդկանց համար ծխախոտի ծուխը, հատկապես երեխաների մոտ ծխելը։ Ծխախոտը ինքնին ոչ միայն վնասում է ծխողին, այլ նաև շրջապատող անձանց, որոնք համարվում են պասիվ ծխողներ։ Կան բժիշկներ, ասում են ավելի լավ է սթրեսի ժամանակ, ուժեղ սթրեսի ժամանակ մեկ բաժակ գինի խմել կամ ալկոհոլ օգտագործել, ավելի քիչ վնաս կտա օրգանիզմին, քան մեծ սթրեսը։ Ծխախոտը սթրեսի դեմ չի գործում։ Երբ որ մարդ ծխում է ծխախոտը, այո, ձեր նշած ստրեսը մի փոքր մեղմանում է, այդ պահին տրամադրությունը լավանում է եւ ուղեղը հաջորդ անգամ պահանջում է նույն ձևի հաճույք, որովհետեւ ծխելու ժամանակ եւ հետո մարդ մի փոքր հաճույք է ստանում։ Ծխախոտի անվնաս չափ գոյություն ունի, լսած կլինեք նոր ծխողները ասում են ես չեմ ծխում, ստացնում եմ օրը 1-2 հատ։ Եթե չլինի ծխախոտի իսպառ վերանա աշխարհի երեսից, սիրտանոթային մահերը կիսով չափ կկրճատվեն։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Իսկ դուք գիտեիք, որ եթե չլիներ ծխախոտը, սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերը 50%-ով կկրճատվեին։ Սա միֆ չէ, այլ իրականություն։ Ինչպես է ծխախոտը վնասում մեր սիրտն ու անոթները, որն է ծխելու անվնաս չափը։ Մեզ կասի սրտաբան Հարություն Ղազարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարություն, միֆ չէ, որ ծխախոտը մեր սրտի համար առաջին թշնամին է։ Իհարկե միֆ չէ, որովհետև այո, ինչպես աթերոսկլերոզի, այնպես էլ սիրտանոթային համակարգի, սրտի իշեմիկ հիվանդության համար մեկ թշնամին համարվում է ծխախոտը եւ ամենամեծ ռիսկի գործոններից մեկն է։ Այո, ոչ միայն սրտի, այլև բոլոր օրգան համակարգին ծխախոտը այո վնասում է։ Այո, օրգան համակարգին, որովհետև ունի ոչ միայն սիրտանոթային համակարգը վնասող, այլև շնչական համակարգը վնասող, էնդոկրին համակարգը, մկանային համակարգը, ինչպես նաև համարվում է մեծ քաղցկեղածին նյութ։ Այո, կարող ենք պատկերավոր դարձնել, ինչ է կատարվում ծխող մարդու օրգանիզմի հետ, ինչպես է ծխախոտի ծուխը վնասում մեր սիրտն ու անոթները։ Ծխախոտի ծուխը բացի իր մեջ հիմնական առկա նիկոտինից, խեժից, նաև պարունակում է մեծ քանակությամբ կանցերոգեն քաղցկեղածին նյութեր, ռադիոակտիվ նյութեր, որոնք առաջացնում են թոքի քաղցկեղ, շնչառական համակարգի, բերանի խառոչի քաղցկեղներ են առաջացնում, վնասում է սիրտանոթային համակարգը։ Ծխախոտը ինքնին սկսում է քայքայել անոթի ներքին շերտը, էնդոթելիալ շերտը, որտեղ առաջանում է էնդոթելիալ դիսֆունկցիա, սկսում է տարատեսակ այլ բարդ գործառույթներ, վնասվելով շերտը նստում է խոլեստերինը տվյալ հատվածում, նեղացնելով անոթները, բերելով խցանման եւ տրոմների առաջացման։ Այո, բայց կան մարդիկ, որ ասում են ես ծխում եմ, բայց ինձ շատ լավ եմ զգում, ոչ մի գանգատներ չունեմ, ավելին հիշում են իրենց պապին, որ 90 տարեկան էր ու դեռ ծխում էր։ Ինչ կասեք որպես սրտաբան։ Այո, սովորաբար ծխախոտի վնասակար ազդեցությունը կարող է պահանջել ամիսներ եւ տարիներ մինչեւ ի հայտ գա եւ այդ ընթացքում մարդիկ որևէ գանգատ կարող են չունենալ եւ հանկարծակի ունենալ այնպիսի երևույթներ, ինչպիսին օրինակ նշեցի ուռուցքները, կարող են ունենալ սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, գլխուղեղի հարյա շրջանառության սուր խանգարումներ։ Մեջ բերելը պապիները, որոնք ծխում են եւ որևէ բարդություն չեն ունեցել, դա համարվում է պաշտպանական ռեակցիա եւ մենք վերցնենք օրինակ մի sense այսպիսի օրինակ բերեմ, երբ որ մարդիկ ինքնասպանության փորձ են անում, 100-ից մեկը կարող է փրկվել։ Եվ մենք ասում ենք, տեսեք մի հոգի փրկվեց, բայց դա չի նշանակում ինքնասպանության փորձը վտանգավոր չէ։ Այո։ Նույն այս պարագային իրենք չեն ուզում տեսնել ինչքան են մահացու ելքերը։ Բայց միֆ չէ, որ ծխախոտը կրճատում է մարդու կյանքը 10 տարով։ Այո, իհարկե, եթե չլինի ծխախոտի իսպառ վերանա աշխարհի երեսից, սիրտանոթային մահերը կիսով չափ կկրճատվեն։ Այո, ինչպես նշեցինք սկզբում, հիմա կասեն իսկ ֆիլտրը ծխախոտի, արդյոք չի ֆիլտրում այդ վնասակար նյութերը։ Տեսեք, ծխախոտի ֆիլտրը շատ ֆիլտր ասված այստեղ շատ մեղմ հասկացողություն է, որովհետև որևէ պարագայում չի կարողանա ապահով լինել եւ ֆիլտրել ամբողջությամբ, մինչեւ 5-6% մաքսիմում, որ կարող է ֆիլտրել այդ վնասակար նյութերը։ Այնպես որ հույսը դնել այդ ֆիլտրի վրա չի կարելի իհարկե։ միանշանակ։ Ինչ ռիսկեր է առաջացնում շրջապատող մարդկանց համար ծխախոտի ծուխը, հատկապես երեխաների մոտ ծխելը։
Ծխախոտը ինքնին ոչ միայն վնասում է ծխողին, այլ նաև շրջապատող անձանց, որոնք համարվում են пассив ծխողներ, նրանք կարող են ունենալ նույն հիվանդությունները, ինչ որ ծխողը։ Եվ ես միշտ ասում եմ, երբ որ դուք ձեր երեխային սիրում եք, դուք նրա մոտ ծխելով սպանության փորձ եք անում երեխային։ Դա այո, չգիտակցված սպանություն է, որովհետև ծխախոտի ծուխը, երբ որ երեխան շնչում է, նրա մոտ առաջանում են տարատեսակ հիվանդություններ, իմ նշած նույն հիվանդությունները, ընդհանուր մինչև ուռուցքների առաջացում։ Հետևաբար ծխախոտ օգտագործողը պետք է գիտակցի, որ դրանով ոչ միայն վնասում է իրեն, այլ նաև իրեն շրջապատող հարազատ մարդկանց, եւ դա եւս նպաստող հանգամանք է հրաժարվել ծխախոտից։ Այո, եւ նաեւ ասում են այն կանայք, ովքեր ծխում են 25%-ով բարձրացնում են աղջիկ երեխաների մոտ ռիսկը։ Կա նման հետազոտություն։ Այդպիսի մի փոքրիկ հետազոտություն էր արվել, այո, որ աղջիկ երեխաները ավելի զգայուն են ծխախոտի ծխի նկատմամբ, դա կապված է նրանց օրգանիզմում առկա տարբերվող ռեցեպտորներից, ընկալիչներից, ինչպես նաև շնչական համակարգից։ Այո, ծխախոտը շատ վնասում է եւ հղիներին, եւ երեխաներին, հղիների մոտ ընդհանուր կարող է առաջացնել մեռելացունություն։ Ծխախոտի անվնաս չափ գոյություն ունի, լսած կլինեք նոր ծխողները ասում են ես չեմ ծխում, ստացնում եմ օրը 1-2 հատ։ Ցավոք ոչ, որևէ պարագայում նույնիսկ մեկ գլանակ ծխելը չի խրախուսվում եւ ես լսել եմ նույնիսկ պացիենտներից, որ իրենք ասում են բժիշկը թույլ է տվել ծխել, ես ուղղակի ապշում եմ, որովհետեւ դա այսպես ասած բժշկական տեսանկյունից դա հանցագործություն է։ Իրավունք չունի բժիշկը թույլ տալ ծխելու եւ վստահ եմ, որ չկան նման բժիշկներ, պարզապես պացիենտները իրենք են ուզում ծխել եւ ասում են ինչ որ բժիշկը ասել է որ ծխեք։ Այո, չափ գոյություն չունի եւ մեկ գլանակը նույնպես վնասակար է։ Բայց գալով բժիշկներին ասենք, որ ճշմարտության համար կան բժիշկներ ասում են ավելի լավ է սթրեսի ժամանակ, ուժեղ սթրեսի ժամանակ մեկ բաժակ գինի խմել կամ ալկոհոլ օգտագործել, ավելի քիչ վնաս կտա օրգանիզմին, քան մեծ սթրեսը։ Ծխախոտը սթրեսի դեմ չի գործում։ Ծխախոտը սթրեսի դեմ գործում է, բայց գործելով հանդերձ վնասում է այնքան, որ այդ նույն առաջացրած սթրեսը չի կարող այդ վնասը հասցնել։ Հետևաբար այո, խորհուրդ ենք տալիս, եթե կա լարվածություն, տագնապ, մենք հակացում չենք դնում ալկոհոլի օգտագործման, ձեր նշած գինիի կամ կոնյակի մի փոքր շաբաթական օգտագործման, իսկ ծխախոտը միանշանակ իսպառ բացառում ենք։ Մենք բոլորս գիտենք, լսել ենք, որ ծխախոտը կախվածություն է առաջացնում, մի փոքր ավելի տեսանելի դարձնենք, հա, պատկերավոր օրգանիզմում ինչ է կատարվում, ինչու է կախվածություն առաջացնում։ Այո, ծխախոտի կախվածությունը հիմնականում լինում է 3 տեսակի, դա քիմիական կախվածությունն է, հոգեբանական կախվածությունն է եւ ֆիզիկական կախվածությունը։ Հոգեբանական կախվածությունը, երբ որ մարդ ծխում է ծխախոտը, այո, ձեր նշած ստրեսը մի փոքր մեղմանում է այդ բանի, տրամադրությունը լավանում է եւ ուղեղը հաջորդ անգամ պահանջում է նույն ձևի հաճույք, որովհետեւ ծխելու ժամանակ եւ հետո մարդ մի փոքր հաճույք է ստանում։ Բթացնում է, հա, նյարդային Իհարկե, ռեցեպտորների եւ զգայացական նյարդային համակարգը թուլացնում է եւ մարդ իրեն կոմֆորտ է զգում։ Երկրորդը դա քիմիական կախվածությունն է, որը առաջանում է նիկոտինից։ Մենք ունենք նյարդային համակարգում նիկոտինային ընկալիչներ, որոնք այդ ռեցեպտորները ընկալիչները պաշարում են, արյան մեջ բարձրանում է դոֆամինի քանակը, որը որ հաճույք է պատճառում, մարդու տրամադրությունը սկսում է լավանալ։ Իսկ մյուսը դա ֆիզիկական կախվածությունն է, երբ որ մենք հավաքվում ենք ընկերներով, սուրճի շուրջ եւ այլն, մարդը ցանկանում է այդ ժամանակ ծխել։ Դա ֆիզիկական կախվածություն է, որ ասում ենք սուրճ խմենք, մի հատ ծխենք կամ զրուցենք, մի հատ ծխենք, հա։ Սոցիալական գործոն ունի, հա, այսպես։ Այո, սոցիալական կախվածություն նաեւ կարելի է անվանել այս։ Գալով սոցիալականին հիշենք մեր կյանքի շատ հանդիպող դրվագներից, հա, ավելի հաճախ մի կուշտ փորով ուտել խմելուց հետո, մասնավորապես յուղոտ սնունդ, ալկոհոլ, ասում են մի հատ ծխենք, թող նստացնի։ Եկեք այս 3 գործոնների փոխազդեցությունից խոսենք՝ յուղոտ սնունդ, ալկոհոլ, ծխախոտ։ Տեսեք, երբ որ մենք ընդունում ենք մեծ քանակի սնունդ, մասնավորապես ձեր նշած յուղոտ սնունդը, օրգանիզմը արդեն սկսում է ստրեսի մեջ լինել, որ այս ինչ ենք անում։ Հա, այսինքն պետք է ինքը պայքարի, որ այդ մեր ընդունած կերակուրը մարսելուն, հա։ Ինչ է կատարվում լյարդում։ Լյարդը բոյկոտում է։ Այո, իրոք որ բոյկոտում է եւ սկսում է շոկային ռեակցիա, որ ոնց է մեզ քանի տակից ես դուրս գալու, բայց մենք շարունակում ենք ուտել, հետո շարունակում ենք ծխել, խմել, այո, ամբողջությամբ ծանրաբեռնում ենք լյարդը։ Ծխախոտը առաջացնում է անոթային տոնուսի մեծացում, այսինքն սպազմ։
Եվ մենք ուտելուց հետո օրգանիզմը ինչ է անում։ Գոյություն ունի արյան կենտրոնացման համակարգ, երբ որ արյունը կենտրոնանում է մարսողական համակարգի վրա, որպեսզի այդ բոլոր նյութերը մարսի հեշտությամբ, հա։ Իսկ սպազմված, այսինքն նեղացած անոթներով բնականաբար սիրտը այդ արյունը չի կարող նորմալ շրջանառել եւ սկսում է ծանրաբեռնվածություն ընկնել ոչ միայն լյարդի վրա, անոթների, այլ նաեւ սրտի վրա։ Հետևաբար խորհուրդ ենք տալիս, որ ուտել չափավոր, ուտել քիչ չափաբաժիններով եւ իհարկե խորհուրդ չենք տալիս ծխել։ Ծխախոտը ի վերջո վնասում է մեր սրտին եւ դեղեր են որոշ մարդիկ խմում սրտի համար, միևնույն ժամանակ չեն թողնում ծխելը։ Այս երկուսի սրտի դեղերի եւ ծխախոտի փոխազդեցության մասին ինչքանով են իրար խանգարում։ Այո, ճիշտ նկատառում եք անում, որովհետեւ բուժառուների մեծ մաս տոկոսը վստահ է, որ երբ որ տեղադրվեց ստենդը կորոնար անոթի մեջ, այլևս վերջ ավարտված է իր իշեմիկ հիվանդությունը, այլևս չի սպառնում իրեն որևէ բան։ Եվ նրանք շարունակում են ինտենսիվ ձևով ծխել եւ օգտագործել ալկոհոլի մեջ չափաբաժիններ։ Ցավոք պետք է հիասթափացնեմ եւ ասեմ, որ ստենդավորումը դա իշեմիկ հիվանդության հարցի վերջնական լուծում չէ։ Դա կանխում է սրտամկան ինֆարկտը կամ արդեն զարգացած ինֆարկտ մեղավոր զարկերակը, որը որ փակվել էր ուղղակի բացվում է, բայց համակարգային process-ը դեռ օրգանիզմում շարունակվում է, այսինքն այն գործոնները, որոնք բերել էին այդ անոթի վնասման, դեռ ակտիվ գործում են։ Եվ ծխախոտ օգտագործելու պարագայում, այո, շատ ավելի մեծ է հավանականությունը տեղադրված ստենդը փակվելու, քան այլ նոր անոթ էլի վնասվելու։ Այսինքն առաջնային այդ ստենդը վնասվելու է եւ փակվելու է։ Եվ շատ հետազոտություններ են կատարվել, կոչվում են ռեստենոզներ, երբ որ ստենդը նորից փակվում է եւ մենք ստիպված ենք լինում պարբերաբար ստենդի մեջ նորից ստենդ դնելու։ Հետևաբար հատկապես ստենտավորված մարդիկ պետք է ուշադիր լինեն եւ թողնեն ծխելը։ Ստենտավորումը իշեմիկ հիվանդության վերջնական բուժում չէ։ Իսկ սրտի դեղերը եւ ծխախոտը Եվս իր հետ հակացուցված են, որովհետև մենք օգտագործում ենք այնպիսի պրեպարատներ հիմնականում սրտի իշեմիկ հիվանդության դեպքում, որոնք կարգավորում են սրտի կծկման հաճախությունը, անոթային դիմադրությունն են թուլացնում, իսկ ծխախոտը հակառակ process-ն է իրականացնում եւ շնչական անբավարարություն, առանց այն էլ սրտային անբավարարության ժամանակ մենք ունենք շնչառական անբավարարություն։ Այո, իսկ հեվոցը ծխախոտի պատճառով կարող է առաջանալ։ Ծխախոտի պատճառով այո շատ հաճախ է առաջանում հեվոց, հեվոցի հիմնական երկու պատճառներ են լինում ծխելու ժամանակ, դրանք շնչական համակարգի օրգանների ախտահարումներն են, կոչվում են քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ, երբ որ առաջանում են շնչական ուղիների նեղացում, եւ երկրորդը իշեմիկ հիվանդության սրացումն է, որը եւս առաջացնում է թթվածնաքաղց եւ շնչահեղձություն։ Բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է առողջությանը, բայց շարունակում են ծխել, շատերն էլ չեն կարողանում թողնել։ Հարություն, դուք մեր սրտի բժիշկն եք, ասացեք խնդրեմ, ինչ է կատարվում օրգանիզմում, ինչու է այդ կախվածությունը այդքան ուժեղ եւ ինչ աշխատող մեթոդ կառաջարկեք ծխելը թողնելու։ Սովորաբար աշխարհում կա ընդունված այսպիսի մի տակտիկա, երբ որ ծխախոտամոլության դեմ պայքարի ինտենսիվ ծխախոտամոլները նրանք հիմնականում օգնում են օժանդակող դեղորայքներով, բժիշկը նշանակում է դեղորայք, որպեսզի այդ նիկոտինային կախվածությունը թուլացնեն, եւ երկրորդը դա անձի կամային հատկությունների ակտիվացումն է, որպեսզի մարդ ինքնակամ թողնի ծխելը։ Տեսեք, երբ որ մարդ սկսում է ծխել, ես նշեցի, որ նրա մոտ առաջանում են հաճույքի զգացողություն, հանգստություն, տագնապներն են վերանում, հա, եւ դա հաճելի է ինչ խոսք, բայց մարդը չի կարողանում գիտակցել իր օրգանիզմում առաջացող այն երևույթները, որոնք հանգեցնելու են ի վերջո մահվան։ Պետք է նրան հասկացնել, որ այո, սա քեզ վնասելու է եւ բերելու է մահվան։ Մի այսպիսի փոքրիկ մի ակնարկ անեմ, որովհետեւ մենք ուղեղին պետք է տանք այն ինֆորմացիան, ինչը որ հստակ է։ Օրինակի համար, ես չեմ ծխում նրա համար, որ իմ շնչառական անբավարարությունը կարգավորվի։ Ես չեմ ծխում նրա համար, որ իմ իմունային համակարգը կարգավորվի։ Ես չեմ ծխում նրա համար, որ իմ սիրտ-անոթային համակարգը կարգավորվի, որպեսզի չունենամ ինֆարկտ կամ ինսուլտ։ Այդ տեսեք օրինակը բերենք երեխայի վրա, հա, երբ որ երեխան չարություն է անում, մայրը ասում է չի կարելի, երեխան կշարունակի չարությունը։ Եվ շատ հաճախ դա այդպես է լինում է, նա շարունակում է։ Բայց երբ որ երեխային ասում ենք, գիտես ինչ, եթե դու չանես սա, կտանք քո սիրելի բանը, միանգամից դադարում է այդ չարությունը։ Նույնը մեր ուղեղն է, իրան պետք է հստակ տալ, ինչի համար եմ սա անում։ Շատ լավ օրինակ բերեցիք բժիշկ։ Այո, այս ամենը լսելուց հետո պետք է իսկապես կամք դրսևորել եւ թողնել ծխելը եւ վերջում որպես ամփոփում բժիշկ, ինչ է ուզում մեր սիրտը։ Ինչ անել առողջ ապրելու համար։ Մեր սիրտը մեզանից բնականաբար առողջ ապրելու համար ուզում է
հոգատարություն, խնամք եւ դա մենք պարտավոր ենք իրականացնել նրա համար, որովհետեւ այն օրգանն է, այն գեղեցիկ կարևորված օրգանն է, որը պատասխանատու է մեր ողջ կյանքի համար եւ կյանքը սկսվում է սրտի առաջին զարկով եւ ավարտվում է վերջին զարկով։ Ուստի մենք պարտավոր ենք հոգ տանել։ Իսկ ինչ վերաբերում է ծխախոտից առաջացած այդ հաճույքների մասին, հաճույքի հորմոնի մասին, մենք կարող ենք այն ակտիվացնել տարբեր այլ մեթոդներով։ Օրինակ երեխաների հետ խաղով, զբոսնելով, քայլելով, գեղեցիկ շրջագայություններ գնալով, թատրոն, կինո, ինչպես նաև օգտագործել դառը շոկոլադ, որը եւս բարձրացնում է դոֆամինի մակարդակը։ Շնորհակալություն բժիշկ ինֆորմատիվ կարևոր զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ։ Իգիտությունը ասվածի ավելացնեմ, որ ամեն տարի ծխախոտը 5 միլիոն մարդու կյանք է խլում։ Վերացրեք ծխախոտը ձեր կյանքից, քանի դեռ ծխախոտը ձեզ չի վերացրել։ Այո, սա է դառը իրականությունը։ Շարունակեք հետևել մեր թողարկումներին կարևորը բաց չթողնելու համար։ Մինչ հանդիպում։